Բարոյ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր արդեն հուլիսի 30-ն է, սա թվով մեր երկրորդ հաղորդումն է։ Շատ կարևոր այսօր հայտարարություններ հնչեցին մամլու ասուլիսի ժամանակ, դրա համար մի փոքր ուշ է, բայց որոշեցի ձեզ համար այս հաղորդումը պատրաստել։ Շատ կարևոր իրադարձություններ են փաստացի տեղի ունենում հայ-ռուսական հարաբերություններում, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որը որ նախկինում չկար, մենք կամաց ցավոք սրտի Ռուսաստանի պատճառով գալիս էինք այս իրավիճակին, այս ձևի հարաբերությունների ձևավորմանը, կարծես ընտրություններից հետո պահ փորձ սարվեց կարգավորել հայ-ռուսական հարաբերությունները, կարծես մի պահ ռուսները իրենք էլ պաուզա վերցրին, բայց հիմա տեսնում ենք, որ կարծես թե չի ստացվում, այնուամենայնիվ այն մեսիջները, որոնք որ մենք ստանում ենք այսօր Ռուսաստանից, հստակ վկայում են այն մասին, որ Ռուսաստանը դժվար թե փոխի Լավրովյան քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ եւ Պուտինն էլ հետեւականորեն հետևում է Լավրովյան քաղաքականությանը, ցավոք սրտի։ Այսօրվա հայտարարությունները արտաքին քաղաքականությանը վերաբերյալ եւ կրկնեմ Ռուսաստանի իրոք տարբերվում էին նախորդ բոլոր հայտարարություններից Փաշինյանի, քանի որ հայտարարությունների մի ընդհանուր կոմպլեքս էր, որոնք որ պետք է բացել, ավելի լավ հասկանալ, որպեսզի վաղվա օրը մենք ավելի լավ ճիշտ ընկալում ունենանք, թե ինչ իրավիճակում է հայ-ռուսական հարաբերությունները եւ ինչ սպասել այդ հարաբերություններից։ Անպայման բաժանորդագրվեք, եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել, լայքեք, դա շատ է օգնում։ Իրոք մեր յուրաքանչյուր հաղորդման համար դա այնպիսի մի լիցք է տալիս YouTube-յան ալգորիթմներին, որ այդ հաղորդումները ավելի շատ մարդկանց են տեսանելի դառնում եւ տարածվում են։ Շնորհակալ եմ յուրաքանչյուր մեկին, ով որ միշտ արձագանքում է մեր կոչերին։ Ուրեմն, այսօրվա ասուլիսը սկսենք նրանից, որ ըստ ինձ ամենակարևոր հայտարարությունը Փաշինյանի այն է, որ Պուտինի հետ զրույցում ինքը հստակ բացատրել է, որ Հայաստանը որոշել է ունենալ այլընտրանք։ Այս խոսակցությունը կարևոր է այնքանով, որ նման խոսակցություն նախկինում 30 տարի մենք չէինք ունեցել Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը սովոր էր, կարծես Հայաստանը իր գուբերնիան լիներ կամ կներեք սիրուհին կամ չգիտեմ ինչպես ուզում եք, չեմ էլ ուզում ուրիշ բառերով անվանակոչել այդ հարաբերությունները, բայց Ռուսաստանը այդպես էր վերաբերվում ցավոք սրտի Հայաստանին եւ հիմա ասում է, որ կամ մեզ հետ պետք է լինես, կամ մեզ հետ չես լինի։ Սա ոչ կնոջ եւ ամուսնու հարաբերություններ են, ոչ էլ սիրածի եւ սիրուհու։ Մի անգամ հիշում եմ Ալեն Սիմոնյանը շատ հստակ ձևակերպում էր տալիս այդ մասով, որ մենք ամուսնական հարաբերություններ չունենք, որ բաժանվում ենք, ապա հարզան եւ այլն։ Հիշում եք երևի այդ հայտարարությունները, որոնք որ արվել էին ռուսական կողմից, եւ այսօրվա Փաշինյանի հայտարարությունների մեջ ես նույնը հաստատի տեսա, որ Ռուսաստանը ասում է, որ մենք էքսկլյուզիվ հարաբերություններ պետք է ունենանք Հայաստանի հետ, Հայաստանը չպետք է այդպիսի հարաբերություններ ունենա ոչ մեկի հետ, եթե չեք ուզում, ուրեմն մենք չենք ուզում ընդհանրապես ձեզ հետ հարաբերություն ունենալ։ Սա է դուրս գալիս Պուտինի հայտարարություններից, Պուտինի հեռախոսազրույցի նաև արդյունքներով Փաշինյանի հետ, եւ այս մասին Փաշինյանը փորձում է հնարավորինս պարզ խոստովանել, բայց նույն ժամանակ պահպանելով դիվանագիտական կոռեկտություն, քանի որ եթե կոռեկտությունը չպահպանես, ավելի մեծ վնաս կհասցվի առանց այն էլ տուժած հայ-ռուսական հարաբերություններին, եւ դրա համար Փաշինյանը հստակ ասում է, որ մեր դիրքորոշումը այն է, որ Հայաստանը պետք է ունենա այլընտրանք։ Եվրամիությունը Հայաստանի համար այլընտրանք է, եւ ապագայում արդեն Հայաստանը հստակ որոշում կկայացնի այդ ուղղությամբ, շարժվում է, թե չէ։ Պուտինի դիրքորոշումը եւ Ռուսաստանի դիրքորոշումը արդեն ասեցի, այստեղ նաև կարևոր է այն, որ Փաշինյանը փորձել է Պուտինի դիրքորոշումը բնականաբար մեղմելու համար, մեզ հիմա պետք չէ, որ ռուսները այդքան շատ լարվեն մեզ դեմ, ասում է, որ այլընտրանքը դեռ
ձևավորված էլ չի նման հարց հանրաքվեի հանելու համար Հայաստանը պետք է գոնե դիմաց լիներ անդամակցության համար, էլ ինքը չի ասում, որ կարգավիճակ ստանայինք տեխնացու երկրի հետո նոր անցկացնեինք հանրաքվե, բայց տեսնում ենք, որ չէ, Պուտինը չի ցանկանում ընդունել այդ տեսակետը։ Եվ այստեղից են առաջանում բոլոր խնդիրները։ Փաշինյանը լավ հիշեց Բելարուսի նախագահի խոսքը եւ կրկին մեկ անգամ տեղադրեց Բելարուսի նախագահին։ Մենք բազմիցս տեղադրել ենք, Փաշինյանն էլ անդրադարձել էր այս հարցին, բայց հիմա կարծես ավելի լավ, գեղեցիկ ձևով անդրադարձավ, Փաշինյանից բացի ուրիշներ ավելի շատ էին անդրադարձել, կարծես կրկին Ալեն Սիմոնյանն էր նախկինում լավ էր արտահայտվում կոնկրետ Լուկաշենկոյի մասով եւ հիմա այսօր Փաշինյանը հստակ ասաց, որ Բելարուսի նախագահը հայտարարել է Հայաստանը ում է պետք։ Հիմա Հայաստանը փաստացի ցույց է տալիս, թե ում է պետք։ Սա պատասխան էր նաև Պուտինին, ոչ թե Լուկաշենկոին, այլ նաև Պուտինին, եւ լրագրողները այդտեղ շատ լավ հասկացան, որ հասցեատերը Պուտինն է, չնայած որ իրենք շատ վատ զգացին այդ ամենից։ Հայաստանի լրագրողները ընդհանրապես մի մասը բնականաբար ոչ բոլորի մասին է խոսքը վերջն են։ Դրանից այն կողմ այլ չկա, կարծես թե կանգնած լսում ես այնպիսի հարցեր, ինչպես են իրենք փորձում գովել Ռուսաստանը, ինչպես են ցավում Փաշինյանի յուրաքանչյուր հայտարարության համար, որը որ պրոհայկական է, հայկական պետության շահերն է հետապնդում, բայց նույն ժամանակ հակասում է վնաս է տալիս ռուս հայկական իրենց պատկերացման հարաբերություններին, շատ մեծ ցավ է դա իրենց պատճառում, որ այդ իրավիճակն է հենց Ռուսաստանի պատճառով, բայց իրենք մեղադրում են Հայաստանին, իրենց հարցերից էլ դա հստակ երևում է։ Եվ Փաշինյանը ասում է Լուկաշենկոին, այդ ասուլիսի ժամանակ հստակ ասեց, թե ում է Հայաստանը պետք, Չինաստանին, Միացյալ Նահանգներին, Եվրամիությանը, Իրանին, Վրաստանին, Ֆրանսիային, Լեհաստանին, Գերմանիային, Մեծ Բրիտանիային եւ այդ բոլոր գործընկերներն էլ պետք են Հայաստանի Հանրապետությանը։ Սա շատ կարևոր եւ սպառիչ պատասխան էր Փաշինյանի կողմից եւ սա ուղղված էր ամենակարևորը Վլադիմիր Պուտինին, որը որ էքսկլյուզիվ հարաբերություններ է ուզում Հայաստանի հետ եւ ասում է, որ եթե այդպիսի հարաբերություններ չլինեն, մենք չենք ուզում ձեզ հետ հարաբերություններ ունենալ։ Փաշինյանի ասածը այն էր, որ չես ուզում մեզ հետ հարաբերություն ունենալ, մենք ուզում ենք իհարկե ունենալ հարաբերություն Ռուսաստանի Դաշնության հետ, բայց դու միակը չես։ Կա Չինաստանը, կա Միացյալ Նահանգները, կա Եվրամիությունը, Իրանը, Վրաստանը, Ֆրանսիան, Լեհաստանը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ այդպես շարունակ։ Ես կարծում եմ, որ շատ կարևոր արտաքին քաղաքական հայտարարություններ են այս հայտարարությունները, բայց սա էլ վերջը չէ։ Փաշինյանը հստակ անդրադարձավ, քանի որ հարցերը կային, կարիքը կար, հիմնականում ես միայն արտաքին քաղաքականությունից եմ խոսում, ընդհանուր ասուլիսը 1 ժամ էր, բայց քաղաքական արտաքին քաղաքական մասն է ինձ համար կարևոր։ Փաշինյանը նաև անդրադարձավ երկաթ գծին։ Եվ հստակ ասաց, որ մեր երկաթ գիծը մեզ է պատկանելու։ Փաշինյանի խոսքերով ինքը դա չի քննարկել հեռախոսազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինի հետ, բայց նույն ժամանակ Հայաստանի դիրքորոշումը անփոփոխ է։ Երկաթ գիծը Հայաստանի սեփականությունն է եւ Հայաստանը պետք է իրավունք ունենա այն օգտագործել։ Տեսնում ենք, որ միանգամից եղավ արձագանքը Ռուսաստանի կողմից, Ռուսաստանի երկաթուղիների գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզեևը միանգամից հայտարարություն տարածեց, ասելով, որ ռուսական երկաթուղիները հետևողականորեն եւ լիարժեք կատարում են իրենց պարտավորությունները Հայաստանում, ռուսական երկաթուղիները մտադիր են պահպանել Հայաստանի Հանրապետության հետ երկաթուղու կոնցեսիոն պայմանագրով կնքված պայմանները, եթե պայմանները փոխվեն նրա խոսքով կամ դադարեցվեն, նրանք իրավունք ունեն ակնկալել իրենց ներդրումների վերադարձ։ Այստեղ կարևոր է, որ Փաշինյանը չբացառեց եւ նույնիսկ ընդունեց այն մոտեցումը, որ նույնիսկ դատարանի միջոցով կարող է լուծվել այդ հարցը։ Մի խոսքով, ռուսները թող պատրաստվեն, որ
միանշանակ մենք մեր երկաթուղին պետք է վերադարձնենք մեզ։ Մենք չենք գնացել Ռուսաստան, չենք վերցրել ռուսական երկաթուղիները, ես դիտմամբ եմ սա ասում, որ մի պահ իրենց մաշկի վրա զգան, բայց չեն զգա, քանի որ իրենք մեծ կայսրություն են։ Ամեն դեպքում մերը մեզ է պատկանում եւ մենք միանշանակ կհասնենք դրան։ Կարծում եմ իրենք շատ լավ դա հասկանում են։ Փաշինյանը նաև անդրադարձավ ԵԱՏՄ-ին։ Տեսնում եք ինչքան կարևոր հարցեր կան։ Ես կարծում եմ, որ դրանից մի մասը շատ լավ էլ դիտել է եւ տեղյակ է Փաշինյանի այս բոլոր հայտարարություններին, բայց ես փորձում եմ բացել, օգնել, կրկին մեկ անգամ ձեզ հետ քննարկել այս հարցերը, քանի որ առանց այս հարցերի քննարկման, այս հարցերը ուղղակի կողքով անցնելը վաղվա մեր մնացած հաղորդումներին միանշանակ վնաս է տալու։ Մենք ամեն օրվա ձևով ռեժիմով կառուցում ենք մի կարևոր բուրգ, որի վրա որ հետո ապագայում ավելի ու ավելի པարզ ձևով կառուցում ենք այդ բուրգի մնացած շենքը։ Այսպես արտահայտվենք։ Ուրեմն Փաշինյանի հայտարարությունները Եվրասիական տնտեսական միության մասով ասում է, որ օգոստոսի 6-ին ես այս հարցը կքննարկեմ, ես որքան հասկացա ինքը մեկնելու է, ինքը մասնակցելու է հերթական գագաթնաժողովին եւ քննարկելու է այդ հարցը իր գործընկերների հետ։ Փաշինյանը շատ հստակ ասաց, որ ԵԱՏՄ-ն պարալիզացրել է հայկական ապրանքների մուտքը Ռուսաստանի Դաշնություն եւ ասում է, որ ես վստահ եմ, որ Հայաստանը այս ամենը կվերապրի, բայց այդպես կվերապրի այս իրավիճակը ԵԱՏՄ-ն ասում է, որ ոչ։ Այստեղ էլ կան ռուսական արձագանքներ, ԵԱՏՄ-ի մասով էլ կարծում ամեն ինչ ինձ համար պարզ է։ Մեկ անգամ չէ որ ասեցի, կրկնեմ, կարծում եմ, որ պահը այնքան կարևոր է, որ Հայաստանը կարող ավելի շուտ ԵԱՏՄ-ից դուրս գալ, քան հապկից։ Եթե այդպես շարունակի Ռուսաստանի Դաշնությունը։ Եվ ահա Ռուսաստանից էլ կա արձագանք Գեորգի Կարասինի կողմից, Կարասցուկ կար մի ժամանակ, հիմա էլ կա կարծում եմ։ Գեորգի Կարասինի կողմից Կարասը ասում է, որ Փաշինյանը շատ սուր հայտարարություններ անում, հետո հնարավոր է փոշմանում է, դա իր ոճն է, բայց ասում է հայտարարությունից հետո արդեն կան գործնական քայլեր, կյանքը չի կանգնած իր տեղում, դրա համար ասում է պետք է վերաբերվել այդ հայտարարություններին շատ հանգիստ։ Ասածը այն է, որ Փաշինյանը անում է այդպիսի հայտարարություններ, դրա համար մենք էլ այդպիսի որոշումներ ենք կայացնում։ Սակայն իրականությունը այն է, ինչի մասին մենք բազմիցս նշել ենք, Փաշինյանը շատ կոռեկտ, շատ զգույշ է Ռուսաստանի հասցեին խոսում։ Նույնիսկ կան շատերը, որոնք որ մեղադրում են Փաշինյանին ավելնորդ զգուշության մեջ։ Դրա համար ոմանք էլ մեղադրում են Փաշինյանին, կարծես Փաշինյանը լինի պրոռուսական։ Չնայած ինչ ունի պրոռուսական լինելու, ռուսները ատելով ատում են Նիկոլ Փաշինյանին, ռուսները որ ասում եմ Ռուսաստանի իշխանությունները նկատի ունեն բնականաբար։ Հիմնականում այս կանը Փաշինյանի հայտարարությունների մասով, որոնք վերաբերվում են արտաքին քաղաքականությանը, կարծում եմ ամեն ինչ պարզ է։ Եկել է այն պահը, երբ որ արդեն կոնկրետ քայլեր կլինեն Ռուսաստանի կողմից եւ Հայաստանի Դաշնության կողմից։ Ռուսաստանը արդեն իսկ քայլեր է անում։ Ռուսաստանը արդեն իսկ քայլեր է անում եւ հիմա գնդակը գտնվում է հայկական դաշտում։ Ես կարծում եմ, որ Փաշինյանը շուտով շատ ծանր դժվար որոշումներ է կայացնելու, իրենք են ստիպում մեզ ռուսները եւ Փաշինյանը ստիպված կլինի այդ որոշումները կայացնել։ Հիմա անդրադառնանք մի քանի խոսքով միջազգային հարցերին, քանի որ միշտ էլ անդրադառնում ենք շատ կարճ։ Ուրեմն Ուկրաինայի մասով հետաքրքիր էր Տուսկի հայտարարությունը Լեհաստանի վարչապետի, որ այս 100 օրերը, այսինքն այս 3 գալող ամիսները, հնարավոր է 3 ամիս, 3 ամիսով կես 100 օր, ասեց Տուսկը, վճռական նշանակություն կունենան ռուս-ուկրաինական պատերազմի համար։ Ասում է այս պահի դրությամբ իրավիճակը գնահատվում է 50-50-ի։ Տուսկի խոսքերով ամեն ինչ կախված կլինի վերջնական հաշվով Միացյալ Նահանգների դիրքորոշումից եւ
Իլոն Մասկից, ով որ Starlink համակարգն է տրամադրում Ուկրաինային։ Ինչ որ ուրեմն վտանգ կա, որ Starlink-ը անջատեն, ռուսները շատ են այդ հարցով դիմել Մասկին, մտահոգվում են։ Ճիշտ է, Իլոն Մասկն էլ տարօրինակ հայտարարություններ անում է, երբ որ ինքը խոսում է քաղաքականությունից, միանգամից հասկանում ես, որ ճիշտ է միլիարդատեր է, միլիարդատեր չէ, տրիլիոնի տեր դարձավ, այսինքն Միացյալ Նահանգների եւ Չինաստանի բյուջեից հետո ամենահարուստ բյուջեն ունի Իլոն Մասկը։ Երազանցում են նույնիսկ տարբեր զարգացած շատ հարուստ երկրներ։ Այսինքն միայն Չինաստանի եւ Միացյալ Նահանգների Մասկից ավել փող ունեն, ընդհանրապես շատ ֆենոմենալ անձնավորություն է, երբ որ լսում ես իր հարցազրույցները, մտքերը, բայց քաղաքականության մասով, երբ որ ինքը ինչ որ հայտարարություն անում է, միանշանակ հասկանում ես, որ ինչ որ մի բան քաղաքական անկալումների մեջ իր այն չի։ Ուկրաինայից կարող եմ ավելացնել այն, որ այսօր Եվրամիությունը հատկացրեց Ուկրաինային խոստացված 3 միլիարդ եվրոն հատուկ անօդաչու սարքերի արտադրության համար, ինչպես նաև հակաօդային պաշտպանության եւ կործանիչների համար։ Այդ փողը հենց դրա համար էր հատկացրել Եվրամիությունը, եթե հիշում եք Ուրսուլա ֆոն դեր Լայենը, երբ մեկ ամիս էլ չկա կարծես, հայտարարեց այդ մասին, շատ օպերատիվ, շատ արագ, այսօր արդեն տրամադրեցին այդ 3 միլիարդուկես եվրոն Ուկրաինային։ Իրանի մասով էլ մեծ բան չկա խոսելու, առավոտյան ներկայացրի մեր հաղորդման մեջ այնինչ տեղի ունեցել, կարող եմ միայն ավելացնել այն, որ քանի որ գիշերը Միացյալ Նահանգները հարված էին հասցրել Իրանին, ես այդ ժամանակ ասացի, թե Իրանի պատասխանը դերևս չկար, միանշանակ կլիներ, հիմա Իրանը հայտարարում է, թե իրենք կարողացել են հարվածել Հորդանանում Միացյալ Նահանգների բազային եւ ոչնչացնել 3 F-35 ինքնաթիռներ։ Ճիշտ ասած, ես էլ չգիտեմ, հավատամ, չհավատամ այս տեղեկություններին, բայց իրանցիները այսպիսի հայտարարություն են անում։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։